Զեղծարարության զոհ դառնալու համար ինձնից մեծ ջանքեր չի պահանջվում։ Պարզապես պետք է անցնեմ անծանոթ հղմամբ, համապատասխան դաշտերում լրացնեմ անձնական տվյալներս, ապա որպես հաստատում ստացված կոդերը եւ վերջ։ Իմ հաշիվները արդեն զեղծարարի ձեռքում է։ Համացանցը հսկա խաղահրապարակ է, լի զվարճանքներով ու հետաքրքրություններով, նաև թաքնված վտանգներով։ Դրանք հենց կիբեռանվտանգության սպառնալիքներն են։ Մեկ անզգույշ քայլ եւ ցանցահենը քեզնից առաջ է։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես սոցիալ ինժեներինգի միջոցով բանկի հաճախորդների տվյալների շորթումը։ Ցանցահենները այդ տվյալների օգտագործմամբ հաճախորդների փոխարեն մուտք են գործում նրանց ինտերնետ կամ մոբայլ բանկինգներ, տիրանում ֆինանսական միջոցներին, որոշ դեպքերում անգամ վարկային գործարքներ կատարում, ապա փորձում այն դուրս բերել հաճախորդի հաշիվներից եւ օգտագործել տարբեր նպատակներով։ Հիմնական ուղղությունը, կարելի ասել, որը այս պահին կիրառվում է, դա սոցիալական ցանցերում տարբեր տեսակի գրավիչ գովազդների միջոցով հաճախորդներին համոզում են, որ կարող եք մուտքագրեք ձեր բանկային տվյալները, գաղտնաբար, PIN կոդ, մեկանգամյա նույնականացման կոդ, որը համակարգն ավտոմատ ուղարկում, որպեսզի եւս մեկ որպես ստուգման միջոց հաճախորդը օգտագործի իր մուտքի համար, եւ ըստ էության այդ տվյալները չգիտակցելով հաճախորդները մուտքագրում են մի տիրույթ, որը չի հանդիսանում բանկի ինտերնետ կամ մոբայլ բանկինգի տիրույթը, այլ հանդիսանում է զեղծարարի կողմից սարքած մի այսպիսի պատուհան, շատ նմանացված գործող բանկային ծրագրերի համակարգերին։ Վերջին շրջանում հատկապես մեծ տարածում են գտել ID բանկի անունից տարածվող կեղծ գովազդները։ Հաճախորդներին գրավելու նպատակով զեղծարարները սոցիալական ցանցերում տարածում են գովազդներ, ըստ որոնց առաջին հայացքից բանկի կայքում ինչ-որ անմեղ գործողություններ անելուց, օրինակ բանկի ծառայությունների մատուցման որակը գնահատելու հարցմանը մասնակցելուց հետո հաճախորդը որպես շահում ստանալու է որոշակի գումար։ Հիմնական խայծն այն է, որ կայքը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ եւ հնարավորինս նմանեցված է բանկի պաշտոնական մինչդեռ հղումը ակնհայտ տարբերվում է պաշտոնականից։ Մարդիկ երբ որ տեսնում են նման գովազդներ, առաջինը որպեսզի հստակ համոզվում են, որ կա այդպիսի բան թե չէ, նախ պետք է մտնեն բանկերի պաշտոնական կայքեր, թող դիմեն զանգերի կոնտակտային կենտրոններ, համոզվելու համար կա այդպիսի բան թե ոչ, որովհետև այդպիսի երևույթներ որպես կանոն չի լինում։ Երկրորդը տվյալները մուտք անելուց առաջ անպայման համոզվել որտեղ եք ձեր տվյալները մուտք անում։ Արդյոք այդ հասցեն ձեզ հայտնի է կամ պատկանում է տվյալ ֆինանսական կազմակերպությանը։ Մյուս կողմից շատ կարևոր է բանկի կողմից ուղարկվող հաղորդագրությունները, մեկանգամյա OTP SMS-ների բովանդակությունը կարդալ։ Բանկի տեսանկյունից անձը նույնականացման բոլոր փուլերն անցել է, հաճախորդի տեսանկյունից խաբեության զոհ դառնալը դեռ անձի նույնականացում չի։ Իսկ ինչ անել այդ դեպքում։ Եթե հայտնվել եք զեղծարարի ծուղակում, ապա պետք է դիմել ոստիկանություն եւ փորձել համատեղ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նշված հանցագործության տեսակը եւս գտնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տիրույթում եւ մասնագիտացված ստորաբաժանման կողմից մշտադիտարկվում է իրականացում նշված հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի ընթացքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից արդեն իսկ հայտնաբերվել է նշված գործունեությանը օժանդակող անձանց որոշակի շրջանակ, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկին մի տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի անցեք անծանոթ հղումներով, մի վստահեք կասկածելի զանգերին եւ սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե այնուամենայնիվ հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք ոստիկանություն։